Արդեն 10-րդ օրն է փնտրում են Մարմարիկ գյուղից մայիսի 4-ին անհետ կորած 2-ամյա Տիգրանին։ Փրկարար ծառայության աշխատողը Մեդիահաբի հետ զրույցում հայտնել է, որ հավելյալ ուժեր են ներգրավվել։ Հնարավոր է գետում մի տեղ արգելափակված լինի, հոսքը պոկի բերի, նշել է նա։ Նյուզեեմի հետ զրույցում առաջին իսկ օրից որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված ջրասուզակը պատմում է, որոնումները սկսել են գետի Տիգրանենց տան մոտ գտնվող հատվածից, շարունակել մինչև Աղբյուրակ անունով հայտնի լճակը։ Հատվածներ կան, որ արդեն մի քանի անգամ են նայել, սուզվելով մինչև հատակը։ Հավանական, անհավանական բոլոր տեղերում աշխատում են, շորի կտոր, փոքր կոշիկ, ինչ կա հանում ենք։ Աշխատանքը բավականին բարդացնում է այն, որ կորածը փոքրիկ է։ Խնդիրը տեսանելիության մեջ է ու հոսքի։ Խորը չէ, գետի հոսքը բարդություններ է ստեղծում, բայց հնարավոր ամեն բան անում ենք, դա Աստված հրաշք լինի, երեխան ողջ առողջ գտնվի։ Բոլորս շունչներս պահած սպասում ենք ամեն զանգին մի ուրիշ ձև ենք սպասում, ասել է ջրասուզակը։ Այս ընթացքում գետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկի ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին։ Արդեն մենք էլ գիտենք, թե երեխան ինչ հագուստով է եղել։ Բաժանված խմբերով աշխատում ենք տարբեր տեղերում, տարբեր բարդության աշխատանքներ ենք կատարում, ասել է նա։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ Մեդիահաբին ասել է, որ այսօրվանից հավելյալ ուժեր են ներգրավվել եւ աշխատանքներին ինտենսիվ կերպով մասնակցում են նաեւ ոստիկանները։ Այս պահի դրությամբ որոշակի անձանց հետ զրույցներ են տարվում, մեքենաներ կան, որոնք ստուգվում են, ընտանիքի հետ պարբերաբար կապի մեջ ենք, ընտանիքի կողմից առաջ քաշված ցանկացած վարկած արագ ստուգվում է։ Այս պահին հիմնական վարկածն այն է, որ երեխան գետն է ընկել, բայց մյուս վարկածներն էլ են ստուգվում։ Ոստիկանության հետ ակտիվ կերպով համագործակցում են մեր իրավապահ մյուս մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեն, ասել է Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով այսօրվանից աշխատանքներն ավելի են ինտենսիվացել, այսօր աշխատանքներին ներգրավված է 300 փրկարար, 100 ոստիկան, ջրասուզակներ, գործի են դրվել դրոններ։ Այս պահին կարող եմ ասել, որ ուժերը բավարար են, նշել է նա։ 2-ամյա Տիգրանի կորելու մասին տեղեկությունը ցավոք շահարկվում է տարբեր անձանց կողմից։ Ավելին, կան մարդիկ, որոնք առանց հիմքերի երեխայի առևանգման իմիտացիա են ստեղծում։ Վերջին օրերին փոքրիկի հայրը ստացել է բազմաթիվ տարօրինակ հեռախոսազանգեր, այդ թվում կեղծ զանգեր նրա հնարավոր գտնվելու վայրի մասին։ Ամենասարսափելին եղել է մի զանգ, որի հեղինակը զանգահարել է փոքրիկի հորը ու միացրել երեխայի լացի ձայն, ապա անջատել հեռախոսը։ ՆԳՆ ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, շեշտելով, որ զանգը չար կատակ է եղել եւ կապ չունի երեխայի անհետացման դեպքի հետ։ Մարմարիկում բնակիչները երեխայի անհետացումից մեկ շաբաթ անց մեկ այլ միջադեպ են հիշել, նշում են, գյուղում գնչուներ հաճախակի են լինում, գալիս են էժան հագուստ, իրեր վաճառելու ու վերջին անգամ Տիգրանի անհետանալուց մի քանի օր առաջ են տեսել գնչուներին։ Բնակիչներից մեկն էլ պատմում է, որ հարևան գյուղում հայրը տեսել է նաև, որ գնչուն խոսում է երեխաների հետ։ Մարմարիկում բոլորն են տխուր, բոլորը սպասում են ու աղոթում։ Նախօրեին համացանցում նաև կադրեր էին տարածվել, որոնք անտարբեր չէին թողել ոչ ոքի։ Կադրերում երևում է, որ Կեչարիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված պատարագին մասնակցել են նաև Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները։ Սրբազան հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կատարվելու է աղոթք, կորած երեխայի շուտափույթ գտնվելու հավատով։ Այսօր փոքրիկ Տիգրանի անհետացման դեպքին անդրադարձել է նաև դերասանուհի Անահիտ Մանուկյանը։ Նա նշել է, որ հավատում է հրաշքի ու երեխան կգտնվի։ Հրաշքները հեքիաթներ չեն, վստահ եմ, որ բոլորս ենք սպասումով լցված ու հրաշքի սպասումով։ Այնինչ անբացատրելի է մարդու կողմից կբացատրվի Աստծո գործով ու ամեն օր լուրերին սրտատրոփ սպասող մեր աչքերին ու ականջներին թող վերջապես լույս գա։ Չգիտեմ ինչու այսօր էմոցիաներս պիկին հասան։ Ամեն մեկս օրվա մեջ մեր ներսում աղոթ խնդրանք հղենք Աստծուն։ Հրաշքներ լինում են։ Ծառայողներից մինչև կամավոր, օր ու գիշեր թափած ամեն կաթիլ քրտինքի, հույսի ու որոնողական աշխատանքների համար իրենց օրհնությունն ու ուժը կստանան, վստահ եմ, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում գրել է Անահիտը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե որտեղ է տղան, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Լրատվամիջոցների հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել տարել։ Հարցին ունեն թշնամի, որին կարող են կասկածել, նա բացասական պատասխան է տվել, ընդգծելով, որ ոչ մի թշնամի էլ չունի, մարդ էլ չկա, որ կկարողանա կասկածել։ Ոնց կարող էր այդ երեխան մոտ 20 րոպեի ժամանակահատվածում այնպես անհետանալ, որ թեկուզ մի հոգի տեսած չլինի, հարց է տալիս Տիգրանի հայրն ու այդպես էլ պատասխանը չի գտնում։ Գետն ընկնելու վարկածը բացառում են նաև երեխայի պապիկն ու հարևանները։ Նշում են, որ ավելի հավանական է այլմոլորակայիններն են տարել, քան թե երեխան գետն է ընկել, քանի որ ճանապարհը քարքարոտ է, փոքրիկը միայնակ այնտեղ հասնել չէր կարող։ Գետն ընկնելուց բացի կան նաև երեխայի կորելու տարբեր վարկածներ, որ գիշատիչն է տարել, գողացել են և այլն, սակայն մինչ այս պահը որևէ բան դեռևս հստակեցված չէ։ Հավելենք, որ քննչական կոմիտեն 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը։ Մարմարիկ խոշորացված համայնքից բնակիչներից հրապարակին պատմել են, որ գյուղում տարիներ շարունակ անտեր վիճակ է եղել։ Գետը, որի ափին մարդիկ ապրում են, անգամ չունի ցանկապատ, իսկ պատ կառուցելու մասին մարդիկ անգամ չեն կարող երազել։ Տեղացիները դժգոհում են, ասելով, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատշաճ ուշադրություն լիներ գյուղի նկատմամբ, այժմ գետն ընկնելու վարկած չէր լինի։